հանդիպման եմ հրավիրում Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին եւ Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին։ Ոչ։ Ցանկություն խմբակցությունը չունի։ Ընտանեկան բռնության թեմայով վարչապետի տիկնոջ հետ ցանկություն չունեն խոսելու թե Ուժեղ Հայաստանի ու թե Հայաստան խմբակցությունների պատգամավորները։ Փետրվարին Փաշինյանին ու կառավարական ամառանոցը լքելու մասին հայտարարած Աննա Հակոբյանը տուն ու ամուսնու մոտ վերադարձավ ամիսներ անց, միանգամից սկսեց արշավ ընտանեկան բռնության դեմ։ Որևէ տղամարդ չգիտի, որ կնոջը ապտակել է, իր կնոջը ապտակել է, դատապարտելի քրեական հանցագործություն է։ Հուլիսի 2-ից մինչև այժմ նա սոցցանցի իր հարթակում, սրճարաններում, զբոսայգիներում, մեքենայում խոսել է միայն այս մասին։ Ընդհանուր առմամբ շուրջ 140 րոպե, 20 տեսանյութերում։ Ֆիզիկական բռնություն, փրել, կծել, ցեցել, կսմթել, խեղդել, ապտակել, քերծվածքներ հասցնել։ Աննա Հակոբյանը կարծում է, որ հրատապ է քրեական օրենսգրքում ընտանեկան բռնությունը որպես ինքնուրույն հանցագործություն ամրագրելը, որ պատասխանատվություն նախատեսվի բռնության բոլոր տեսակների համար։ Եվ այս օրենսդրական փոփոխությունների քննարկմանն առաջարկում էր միանալ նաև ընդդիմադիրներին, թեպետ օրենսդրական այս փոփոխության համար իշխող թիմի ձայները պակաս չեն։ Պատրաստվում եմ ընդդիմադիր երկու խմբակցությունների կին պատգամավորներին նույնպես առաջարկել այս փուլում միանալ աշխատանքներին, ձգտելով, որ օրենքի նախագիծը Հայաստանի խորհրդարանում ընդունվի միաձայն։ Հայաստանում ընտանեկան բռնությունը թեմա է, հատկապես որ թվերն էլ աճում ու աճում են։ Ըստ քննչական կոմիտեի այս տարվա առաջին 6 ամսում արդեն 1794 քրեական գործ են քննել։ Դատարան ուղարկված գործերից մեծ մասում բռնարարը ամուսինն է կամ զուգընկերը։ Խնդիրը լուրջ է, ինչու է ընդդիմությունը մերժում այն քննարկել առաջին տիկնոջ հետ։ Եթե տիկինը մտահոգ է այդ առումով, կարծում եմ առաջինը պետք է սկսի իր ընտանիքից։ Ընդդիմադիրներից Մարիաննա Ղահրամանյանը նշում է, ընտանեկան բռնությունը դատապարտում են, բայց ուզում, որ Հակոբյանը ամուսնու վարքագծին ուշադրություն դարձնի։ Կանանց նկատմամբ հոգեբանական բռնության տեսարաններ նրա մասնակցությամբ բոլորն են տեսել։ Մետրոյում հայ կնոջը անչափահաս երեխայի ներկայությամբ հոգեբանական բռնության ենթարկեց, բարձր տոնով նրա հետ խոսեց, որակումներ տվեց, ապա քարոզարշավի ընթացքում քաշքշում էր կնոջը, որին հետո աշխատանքից հեռացրին։ Իսկ քաղաքացիական պայմանագրի կանայք պատրաստվում են հանդիպման Աննա Հակոբյանի հետ, ողջունում նրա նախաձեռնությունը։ Խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ասաց. Մեր կանայք նախաձեռնել են եւ ունեն այդ նախագիծը, այդ նախագծի շրջանակում հնարավոր է լինել որոշակի փոփոխություններ։ Ինչպիսի փոփոխություններ եւ ինչ շրջանակում ընթացքում խոսենք, այսինքն ես ավելի ինձ հրավերել է, ես կմասնակցեմ եւ կկիսվեմ ձեզ հետ։ Շուրջ 20 տարի ընտանեկան բռնության խնդրով զբաղվող իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով Հայաստանում ընտանեկան բռնության վիճակագրությունը չի բարելավվում, բայց պատճառը բոլորովին էլ քրեական օրենսգիրքը չէ։ Քրեական օրենսդրության տարբեր հոդվածներում, որոնք վերաբերում են թե սպանությանը, թե մարդու եւ նրա իրավունքների տարբեր խախտումներին, կան ավելի ծանրացնող հանգամանքներով պայմանավորված հոդվածներ եւ ընտանեկան բռնության պարագայում, երբ հանցագործությունը կատարվում է մերձավոր ազգականի կողմից, ավելի խիստ պատժելի է։ Վստահ է օրենքի խստացումը ոչինչ չի փոխելու։ Մենք դեռևս չենք կիրառում հավուր պատժաճի այն օրենսդրական բազան, որը արդեն իսկ կա։ Ըստ Հովհաննիսյանի իրավապահ համակարգը չի պաշտպանում բռնության ենթարկված կնոջը, չեն գործում նրան պաշտպանող մեխանիզմները, որոնք կան սևով սպիտակի վրա։ Շրջվում են այդ միջոցները կանանց դեմ եւ փաստացի իրավապահ համակարգը չի կարողանում պաշտպանել կանանց բռնությունից արդեն իսկ ամրագրված օրենքների եւ իրավական կառուցակարգների արկայության պարագայում։ Իրավապահ համակարգի անգործության մասին լսում ենք նաև Աննա Հակոբյանի տեսանյութերում։ Այդ կինը 8 անգամ ուղիղ դիմել է ոստիկանություն իր հանդեպ բռնության դեպքի առիթով, 8 անգամ էլ իր հաղորդումը չի ընդունվել եւ ոստիկանները հավանաբար կրկին ասել են դե տունը ընտանիք ամեն ինչ պատահում է, բոլորիս տներում էլ պատահում է, ինչ էս պատմություն սարքել, գնա ամուսինը այսօր կծեցի վաղը կսիրի, այսպիսի հայտնի
խոսակցությամբ այս կնոջը ուղարկել են հետ 8 անգամ դիմելուց հետո եւ 8 անգամ պաշտպանություն չստանալուց հետո այս կնոջը այդ ամուսինը սպանել է։ Իդեպ ի տարբերություն կրթությունը նորաձև է շարժման ու կաթողիկոսին գահից իջեցնելու արշավանքի, Փաշինյան-Հակոբյան զույգը ընտանեկան բռնության հարցում գոնե հրապարակային հարթակում ներդաշնակ չէ։ Վարչապետը տիկնոջ սկսած այս նոր գործին տեսանյութերով, գրառումներով առայժմ չի աջակցում, երաժշտական սրտի կուղերձներն են ուժի մեջ։